Պահնորդական ծառայություն իրականացնողները հայտնվել են անհավասար մրցակցային պայմաններում։ Ոլորտի մասնագետները ժամը լրատվական և զրույցում նախ հայտնեցին, որ օրենքով պահանջվում է պայմանագիր կնքել ապահովագրական ծառայությունների հետ։ Գումարը մի 40-ապատիկ օրինակի համար ահագին մեծ ավելանալու է մեր պարագայում, քանի որ մեր շրջանառությունը բավականին մեծ է, եւ իմ մոտ հələ նույնիսկ կասկածել կա, որ այդ օրենքը կարող ընդունեն, բայց պրակտիկայում մեր երկրում այդ ապահովագրությունը կարող է այդ գումարը նույնիսկ չապահովագրի։ Անկնելու ենք այն պատմության մեջ, որ օրենքում գրելու են մի բան, որը փաստացիում կատարելը ուղղակի անհնար է լինելու։ Հաջորդ խնդիրը, որից դժգոհում են պահնորդական ծառայություն իրականացնողներն, այն է, որ պահանջվում է նաև կյանքի ապահովագրություն, իսկ Հայաստանում կյանքի ապահովագրությունը ըստ ծառայության իրավաբանի գոյություն չունի։ Ապահովագրական ընկերություններն ուղղակի ասում են, որ Հայաստանում կյանքի ապահովագրություն չի արվում։ Առաջիկայում նախատեսվում է խստացնել պահնորդական ծառայությանը վերաբերող օրենսդրական կարգավորումները։ Պահնորդական ծառայությունների լիցենզիա տրամադրելու պահանջները որոշ չափով կխստացվեն։ Կսահմանվի տնտեսվարող սուբյեկտի տնտեսական և ֆինանսական ռեսուրսների առկայության վերաբերյալ նվազագույն պահանջ, համապատասխան տարածքի առկայություն, անհրաժեշտ համապատասխան կահավորմամբ, աշխատակիցների նվազագույն քանակ։ Մենք գտնում ենք, որ որոշակի ստանդարտներ եւ չափանիշներ այ պետք է ներմուծվի, որպեսզի ընկերությունը լիցենզիա ստանալուց առաջ գոնե նվազագույն ինչ-որ մի քիչ խստացված չափանիշներին համապատասխանելու դեպքում որ լիցենզիա ստանա։ Առաջարկվում է նաև մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա ստանալու համար պետական տուրքի դրույքաչափը բազային տուրքը 500 պատիկի փոխարեն սահմանել 3000 պատիկի չափ։ Այս տուրքն ի դեպ շուրջ 13 տարի չի փոխվել եւ կազմակերպության գործունեության ամբողջ ժամանակահատվածի համար վճարվում է 1 անգամ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։